Ժամանակակից վերնատան անդամներ, այսպես են իրենց անվանում այս 12 պատանիները, նրանք հետաքրքիր ընթերցող ծրագրի մասնակիցներն են, 5 ամիս շարունակ ամեն 5 շաբթի նրանք հավաքվել, քննարկել ու վերլուծել են Լևոն Խեչոյանի «Մհերի դռան» գիրքը ստեղծագործությունը։ Իրենց հետ տանում են էպոսը որպես հոգևոր սահմանադրություն ընկալելու գաղափարը։ Իրենց հետ տանում են աշխարհը փոխելու սեփական պատասխանատվությունը։ Նախագիծը Հայաստանում անցկացվում է առաջին անգամ Գայանե Մկրտչյանը դասավանդելով եւ հաճախ լինելով տարբեր դպրոցներում որոշեց ստեղծել այն երիտասարդների մոտ գրքի նկատմամբ այլ մշակույթ ձևավորելու նպատակով։ Մի ցավոտ իրողության եմ հանդիպել, որ գիրքը ընկալվում է իբրև պարզապես սյուժեի վերարտադրում մեխանիկական, պարզապես այդ մշակույթը, ընթերցելու մշակույթը բացակայում է։ Առաջին քննարկման համար Լևոն Խեչոյանն ընտրվեց որպես ժամանակակից գրող, որն անդրադարձել է ազգային էպոսին։ Աշակերտները խոստովանում են, նրան կարդալը դյուրին գործ չէր, բայց խմբակային աշխատանքները տվել են իրենց արդյունքը։ Գիրքը սկզբնական շրջանում ինձ դուր չէր եկել, բայց հանդիպումները նպաստեցին, որ գիրքը իրապես հասկացա, ինչպես Խեչոյանն էր ուզում, որ հասկանայի, եւ ինչպես նշեց մեր երեխաներից մեկը կյանքի դասեր տվեց։ Առաջին անգամ, երբ որ վերցրեցի գիրքը ձեռքիս եւ բացեցի էջերը ու կարդացի նախադասությունները ու ինձ այնքան երկար էին թվում, երկար ու մի քիչ անհասկանալի, բայց հետո երբ որ ժամանակի ընթացքում մենք սկսեցինք կարդալ տողատակը, գրքից բանաձևեր հանել, մենք սկսեցինք արդեն սովորել այդ ոճին, այսինքն արդեն ինքը մեր համար նորմալ դարձավ։ Ծրագրին մասնակցել ցանկացողները սպասվածից ավելին են եղել 250 աշակերտ։ Այսպիսի հետաքրքրությունը ստիպել է կազմակերպիչներին մտածել ծրագիրը կրկնելու մասին, այն կլինի սեպտեմբերից։